Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ ինչպես, միշտ ես շնորհակալ եմ լինում մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր որ միշտ ակոպով նայած ակնկալում են հետաքրքիրը, նորությունները, երաժշտական եւ իհարկե հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Ֆորմատը չեմ խախտում, առաջնահերթ շնորհավորում օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում եւ Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ մեծագույն սիրով ձեզ ներկայացնում իմ շատ սպասված հյուրին։ Lasciatemi cantare con la chitarra in mano, lasciatemi cantare, sono un armeniano. Кавказские мужчины, не абхазы, не грузины, ходим дочи и габане, итальянские армяне, рядом станем, скажем, самотными еще мернем коньки. Ереван и Питер поют на репите, это армяно-итальянский хит. Рядом станем, скажем, самотными еще мернем коньки. Ереван и Питер поют на репите, это армяно-итальянский хит. Армянские сеньоры, слева горы, справа горы, мы папино не в Ватикане. Итальянские армяне, рядом станем, скажем, самотными еще мернем коньки. Ереван и Питер поют на репите, это армяно-итальянский хит. Рядом станем, скажем, самотными еще мернем коньки. Ереван и Питер поют на репите, это армяно-итальянский хит. Аморе, море, 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 аморе, но. Аморе, но. Аморе, море, 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 аморе, но. Amore no, amore, more, 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 amore no. Ереван лучше Милана, знает каждый Челентано. Мани есть в любом кармане. Итальянские армяне, а в любви нас нету круче, подтвердит даже Белучи. Носим Гуччи и Армани. Итальянские армяне, рядом станем, скажем, самотными еще мернем коньки. Ереван и Питер поют на репите, это армяно-итальянский хит. Рядом станем, скажем, самотными еще мернем коньки. Ереван и Питер поют на репите, это армяно-итальянский хит. Это армяно-итальянский хит. 21 TV եթերում աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Զինետ։ Նախագիծը ասեմ, որ շատ սպասված հյուր ունեմ, ում հետ կարող եմ ասել նաև ունեմ ապրած, չեմ վախենա այդ տեքստից եթերում արտահայտելու համար եւ կարող եմ ասել ինձ համար գերագույն լրագրող
անձնավորություն։ Մնացածը ներկայացում ըստ կանոնակարգի։ Ես մեծագույն սիրով հյուրընկալել եմ Մեգանյուս կայքի հիմնադիր գլխավոր խմբագիր Մարգարիտա Դավթյանին։ Մագ ջան, ողջույն։ Ողջույն Զինջան։ Լիսի, նենց լավը որ ես եթեր ունեմ։ Այն որ ոչ մի բան չլինի, ուզենք, չուզենք, մենք կարանք իմ հրավերքը ընդունեն, իմ ընկերները գան ինձ մոտ տաղավար։ Դե հիմա ասա տեսնեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ ուրախ եմ, որ քեզ տեսա։ Փոխադարձ Մագ ջան, փոխադարձ։ Մենք իրար հետ տարիներ շարունակ վայելել ենք ուղակի Երևան TV-ին։ Այո։ Իմ պաշտելի Երևան TV-ին, որտեղ ես որպես հեռուստահաղորդավարի ծնվել եմ եւ երբևիցե չեմ ուրանա այդ թեման, դարձել եմ հաղորդավարի հեռուստահաղորդավարի Երևան TV-ի եթերում եւ այնտեղ Մարգարիտա Դավթյանը իմ շատ սիրելի Կարինեի հետ ունեինք բժշկական ծրագիր, չէ՞։ Այո։ Դա հեղինակային էր, չէ՞։ Հեղինակային էր, իհարկե։ Մակ, Հեղինակային հիմա ինչի ծրագիր է։ չկա, ուզում հասկանամ, հավես չկա, ժամանակ չկա։ Ճիշտ ասած, մի քիչ հավես չկա, մի քիչ ժամանակ չկա, ոնց որ ասած Կարինեն երևի թե մի քիչ էլ ինքը օգնեց։ Հա։ Բայց նաև ինձ թվում է հեռուստատեսությանը դու շատ մոտ, Այո։ շատ այսպես ասած ներսի մարդ ես, գիտես հեռուստատեսությունում այսօր գոյատևելու խնդիրները ոնց են լինում։ Եվ ճիշտ ասած որոշեցինք մենք մեզանով լուռ ու մունջ հեռանանք։ Ես միշտ ասում եմ, եթե հեռուստադիտողին ասելիք չունես, պետք չի երկար մնալ, պետքա հեռանալ։ Հեռացել ենք, բայց կարծում եմ ոչ եթերից ենք հեռացել, ոչ լրատվական դաշտից ենք հեռացել, մնացել ենք նույն տեղում, նույն աշխատանքում, բայց առանց բժշկականի։ Բժշկականը միշտ մնում է մեր հոգու խորքում։ Նա եղել է եւ կա։ Բայց որ դուք առաջիններից եք, ձեզ այնց հետո այո։ շատ ծնվեցին բժշկական արդեն։ Կարող եմ տենց ասել։ Այո, մենք ասեմ ուղիղ 24 տարի եղել ենք եթերում։ Հայաստանյան իրականության մեջ 24 տարի պահել հաղորդում, ինձ թվում է դա հերոսություն է։ Հա, հաստատ։ Մակ Մեգանյուս կայք, ինքը բավականին կայացած, որ ոչ բան չնի, մենակ այդ աբլոշկեքը գույները, ես որ դիզայնի կողմնակիցն եմ, նայում ես ամեն ինչ տեղում է։ Մարգարիտան իր ամբողջ ջանք ու եռանդը չի խնայում դնում է, որպեսի կայքը Փորձում ենք։ լինի, բայց շատերը նաև ասում են, որ Մարգարիտանա, այսինքն շատերը նաև վախենում են մագայից։ Մակին լրագրողներից հիմա շատ են վախենում, թե լրագրողներին ուղղակի ամեն բան անում են, որ ընկերություն անեն, որ վատ բան չգրվի։ Եվ մյուս եւ նա։ Երկու գործոն էլ իրականում մեծ դերակատարություն ունի, բայց ամենակարևորը նա է, որ լրագրության մեջ դու մնաս լրագրող։ Քո գործի գիտակը։ Այսօր շատ դժվար է լրագրությունը պահել, խոսքի ազատությունը ավելի ճիշտ, որովհետև բոլորս լավ գիտենք ինչ ժամանակներ ենք ապրում եւ խոսքի ազատությունը ինչքան էլ փորձեն ասեն խոսքի ազատությունը բաց է, չգիտեմ, անաչառ է, չգիտեմ, բայց այո, սահմանափակումներ կան։ Կան դու ինչ որտեղ չես կարողանում քո ազատ խոսքը առաջ տանել, որովհետև այդ ազատ խոսքիդ փորձում են խոչընդոտներ ստեղծել։ Շատ լավ։ Մակ ինձ մի բան էլ է հետաքրքրում։ Ես հասկացել եմ, որ հիմա նաև նոր սերունդը ոչ թե ավելի շատ լրատվականներն են, տենց այդ որ ճյուղ կա, դե կողքից ընկերներ ունեմ դրա համար եմ ասում։ Նրանց ուղղակի պետք է հաղորդավարություն, չգիտեմ ժամանակաշրջանը այդպիսին, բայց ես գիտեմ, որ շատ նոր սերունդ լավ տենց են, որ ճարտար լեզվով արդեն գրագետ երեխեք կան էլի։ Հիմա ինչքանով են նրանց դռները այս ժամանակահատվածներում բաց։ Ես սենց մի բան ասեմ, բոլոր ժամանակներում է լավ մասնագետի համար դռները միշտ բաց է լինում։ Եթե դու խոսք ունես, ասելիք ունես, լավ գրիչ ունես, ուր էլ գնաս քո համար դուռը միշտ բաց է լինելու։ Եթե դու եւ անաչառ լրագրող ես եւ լավ հաղորդավար ես, որտեվ այսօր հաղորդավարը պետքա լավ գիտես, լավ դիկցիա ունենա, պետքա լավ ինտոնացիա ունենա, լիքը բաներ հաշվի են առնվում եւ արտաքին տեսք ինչու՞ չէ, նաեւ, որովհետեւ միայն գեղեցիկ լինելը չի, որ դու կարող ես հաղորդավար լինել։ Գեղեցիկ տեսքի մեջ կարող է լիքը արատավոր բաներ լինեն, որ դու ուղակի ուղիղ եթեր չկարողանաս մտնել։ Հեռուստադիտողին ասելիք չկարողանաս մատուցել այնպես, ինչպես որ պետք է։ Եվ լրագրության մեջ Ցավոք լրագրության մեջ այսօր մի քիչ թաց ու չոր
ինձ թույլ կտա մի քիչ այդ բառապաշարով ասել, թացուճոր խառնվել է իրար, բայց լավ լրագրողը բոլոր ժամանակներում մնում է լավ լրագրող, անաչառ լրագրողը, որ այս ժամանակներում ասում են, այսինչ լրատվամիջոցը պատկանում է այսինչին, բայց չեն ասում այդ լրատվամիջոցը եթե ստեղծել է X անձնավորությունը, լրագրողը ընդհանրապես այնտեղ աշխատող է։ Հա։ Շատ են հասարակությունը լրագրողներին քաղաքականացնում, դու այսինչի մարդն ես, դու այսինչի լրատվամիջոցում ես աշխատում, ուղղակի պետք է հասկանամ, որ լրագրողը ընդհանրապես իր աշխատանքն է կատարում։ Այդ շեֆությունը ասվածը դեռ հենց միջև աշխատում է, էլի փաստորեն կարող եմ ասել։ Մակ իսկ կա ինչ-որ նորություն, բացի այն, որ դուք լրատվություն եք, այն որ պետք է առաջինը լինեք, գիտեմ, ձեր համար շոտ իմ լրագրող ընկերների իմ ու քո։ Այդ որ նստում ենք խոսելու, ասենք, եթե մենք խոսում ենք մի քիչ քեֆ ուրախությունից, իրանք խոսում են, ասում են, լես իմացար, չէ, այդ նորությունը մենք ենք առաջինը ցույց տվել, այսինքն դա հպարտությունն է, որ ապրելակերպ է կյանքի մակ։ Իսկ բացի այդ ամեն ինչից ինչ որ նորություն կա կայքում, որ պետք է կամ նոր լինի, կամ կիսատ գործը, կամ փոփոխությունը, ինչի՞ եմ ես սպասում, չգիտեմ, վիդեո նաև տարբերակով ծրագիր է դա։ Այո, սենց ասեմ, ինձ թվում է միշտ լրագրության մեջ պետք է առաջ գայլես։ Հա։ Ամեն վարքյանը դա շատ կարևոր է։ Եթե դու մի վարքյան դուրս ես մնում, դու լիքը բան կորցնում ես։ Ասենք կարող է դու կես ժամ հետո մտնես ինչ որ լրատվականներ նայելու նորությունները ու դու տեսնես լիքը բաներ արդեն շատ վաղուց գնացել են ու քո դնելը արդեն դա հնություն է։ Այո, վիդեո տարբերակ մենք չունենք, Մեգանյուզը չունի, առաջիկայում կունենանք քաղաքական ֆորմատով կլինի մեր վիդեո տարբերակները, գուցե եւ ես փորձեմ ինչ որ քաղաքական հաղորդում վարել։ Ինչ ուզում էի լսեի, լսեցի փաստորեն։ Ես միշտ եմ սպասել քեզ մակեթերում։ Այն որ թեկուզբյան YouTube-յան ալիք, հա, եւ ես ուզում եի դու ինչ որ մեկ այդ որ ամեն անգամ քննարկման մեջ լինես, որովհետեւ այն որ ասում եմ շատ հին է, բայց այս բոլորն ասում եմ ուրիշ թեմայի համար մակ։ Դու վստահ եմ ունես շատ ընկերներ տարբեր քաղաքական, հա, թեմաների հետ դաշտերի թողնեն կողք, բիզնես, այսպես այնպես։ Լինում է ժամանակահատված, որ ընկերությունը խանգարում է քեզ ճիշտ ներկայացնելու համար ինչ-որ նյութ։ Որովհետեւ չի ուզել ինքը լիներ։ Ընկերությունը շատ է խանգարում, այո, լիքը ոլորտներում ինձ համար փակ դռներ կան, որ ունես շատ լիքը ինֆորմացիա, դու այդ ինֆորմացիան չես կարողանում օգտագործել, որովհետև այս գերատեսչության ղեկավարը քեզ շատ հարազատ մարդ է, կամ այդտեղ ունես շատ հարազատ ինչ-որ մեկին աշխատող։ Այո, չես կարողանում եւ չես էլ կարողանում դու իրա վրա, այսպես ասած, գործ տալ։ Մեկ այլ լրատվամիջոցին ասես գրի, որովհետև դու կպնում ես ուղիղ քո ընկերոջը, քեզ շատ հարազատ մարդու։ Եթե կան մարդիկ, որ կարող են ասել, չէ, մենք սենց ենք անում, չի կարող լինել։ Լրատվությունը դու պետքա սիրես քո մասնագիտական աշխատանքը ու պետքա ազնիվ լինես ինքդ քո հետ։ Եթե դու ինքդ քո հետ ազնիվ եղար, դու նաև ազնիվ ես քո լսարանի առջև։ Այն մարդիկ, որ հավատում են քեզ եւ ամեն առավոտ բացում են Մեգանյուզը ինչ որ հավաստի մի բան իմանալու համար։ Ով կարող է լինել լրագրող Մարգարիտայի ընկերը։ Ինչպիսին պետք է լինի քո ընկերը մակ։ Իմ ընկերը պետք է ամենաառաջինը լինել ազնիվ մարդ։ Չստել ու լինել բարի։ Որտեվ մենք այնքան
սենց չար շատ վատ աուրայով երբեմն մարդկանցով ենք շրջապատվում կամ իրականության ենք բախվում, ինձ համար ազնվությունը դա ամենակարևորն է, որ լինես ազնիվ, լինես շատ մաքուր մարդ, որ քնելուց առաջ քո խղճի հետ հանգիստ լինես, իմանաս, որ դու այսօր մի լավ բան արել ես, ինչ որ մի ընտանիքի համար, մի ընկերոջ համար, չգիտեմ, թեկուզ հարևանի համար։ Շատ դժվար է։ Իսկ քեզ պատկերացնում ես ինչ որ մի ժամանակահատված եւ առանց լրատվության մի այլ թեմայով, թեկուզ են որ ասում են պենսիոներ կա ասվածը, հա, մոք դուրս լրատվամիջոցից քեզ պատկերացնում ես։ Անկեղծ ասած չեմ պատկերացնում, որովհետեւ շատ ժամանակներ են եղել, որ ասել եմ վերջ, արդեն վերջն է։ Տենց էլ ա եղել։ Հա, եղել է ու դաժե մտածել եմ, որ էլ ոչ մի բան չեմ անելու, նույնիսկ Մեգանյուզը արդեն, всё, Մեգանյուզին հաջող եմ անելու, բայց չի լինում, որտեվ առավոտյան արթնանում եմ ու ես սենց պարտե ճանաչ մի հատ լրահոստ եմ նայում, մի հատ հանձնարարություն եմ տալիս, ինչ պետքա դնենք, ինչ պետքա անենք, ոնց պետքա անենք, չեմ պատկերացնում։ Ես այս տարի օգոստոսին լրանում է 25 տարին, որ ես ընդհանրապես հեռուստատեսության աշխարհում եմ ու 25 տարին բավականին երկար ճանապարհ է, որ դու անցնում ես ու այն ճանապարհը, որ քո առջև լիքը դռներ են փակվել, ու այդ դռները բացելով դու հասել ես 25 տարի կայացած անձնավորության։ Ես չեմ պատկերացնում։ Թեմա փակում ենք տխուր թեմա էր։ Մի հարց էլ մաքու ու անցնում ենք նաև մեր ֆորմատին։ Միջև լրատվականի ֆորմատի մեջ ենք, հա։ Չգիտեմ ինչու ինձ թվում է, որ հենց հիմա շատ նոր սերնդի օրինակ երեխաներ միջև ինստիտուտ ընդունվել է անհատական տենց գնում են դասերի։ Ինչու եմ սա ասում, որովհետև հիմա ես շոտ զանգեր եմ ստանում, ինչ որ տենց մենք ուզում ենք հաղորդավար դառնանք, բա ինչու դուք ստուդիա չունեք գանք դասերի, բան ես չեմ կարողանում։ Եթե անկեղծ ես չեմ կարողանում դաս տալ, ինչքան էլ ինքս իմանա։ Բայց ինչի է ինձ թվում, որ մոք ես ուզում եմ, որ դու լինես ինչ որ մի հաստատությունում, բուհում եւ դաս տաս։ Դու մտածել ես դրա մասին։ Դու ունես էլի պաշար։ Չեմ մտածել, դաժե մտքովս չի անցել։ Մոք քո կեցվածքը որ լրիվ դասախոսի է։ Ես չեմ կարող, գիտես ոնց, ասենք եթե ես պետք է աշխատեմ 9-ից 3-ը կամ 9-ից 5-ը մի տեղում, որտեղ ես այդ ժամանակս պետք է սենց փակեմ, չէ, ես ազատ մարդ եմ, ես սիրում եմ ազատություն եւ երբեք իմ ազատությունը որևիցե մի բան չեմ փոխի։ Հիանալի է։ Իսկ հիմա ուրիշ հարց։ Մակ, ինձ մոտ եթերում հիմնականը դու վերնագրից հասկացար, տոնը շնորհավոր շատ տոնական է, ուրախ, ինչպես միշտ է, որ դու օրը ցերեկով դին այդ նախագծի շրջանակներում եղել ես եւ գիտես, որ ես սիրում եմ, որ ինձ մոտ ավելի շատ լինում է հաճելին, ոչ թե տենց բացասականը, կադրից դուրս եմ գալիս, սկսում եմ բան ասել, թե չխեղդվեմ, որ նորությունները պետք է իմանամ։ Ինձ մոտ աղավարում հյուրընկալում եմ այն մարդկանց, ովքեր որ առիթների հետ կապ ունեն, չգիտեմ, երկհող է, պարող է, վարող, կազմակերպիչ, բայց ես հենց հիմա ուզում եմ իմանալ, մագան ինչպիսին է որպես հոբելյար։ Ես տեսակ նրասեմ, մակ դու ընտրի։ Կին, ով սիրում է ամիսներ առաջ կազմակերպել ծննդյան օրը, կին ով այդ օրը չի սիրում տեսակ 1-20 դե մի տարի էլ մեծացավ, եւ կին ով տուն տեղ կոլեկտիվ ոնց էլ չլինի իմ համար մի բան կկազմակերպեն, որնակոնը մակ։ Ընկերներ, որ մի բան կկազմակերպեն։ Բան չի փոխվել փաստորեն։ Մակից դու սիրում ես քո ծննդյան օր օրինակ կազմակերպել, բայց երկրից դուրս։ Տենց մի բան եղել է։ Չէ, ճիշտ ասած չի եղել, բայց այս տարի էի որոշել, որ իմ ծննդյան օրը ինչ որ միտեղ գնալ, բայց էլի չստացվեց, իմ ծննդյան օրը ճիշտ է Երևանում չեղա, էլի իմ ընկերները ինձ գողացան տարան։ Շատ հաճելի, շատ լավ որ անցկացրեցինք իրենց հետ։ Բայց որոշել եմ մի տարի իմ ծննդյան օրը այստեղ չլինել։ Լինել մենակ, միտեղ, լրիվ այլ երկրում։ Շատ լավ, կադրից դուրս Մարգարիտա Դավթյանը մամա է, ընտանիքի գերագույն դեմք է եւ այսպես շարունակ։ Մակ հենց մտնում ես տուն, փոխվում է Մարգարիտան, թե ոչ մի բան չի փոխվում։ Ուզում հասկանամ կադրից դուրս ինչ ձև է։ Էլի խոսում եք գործից, ոնց է լինում մակ։ Չէ, տուն մտնելուց դե հիմա ես տղայիս հետ եմ, աղջիկս Հայաստանում չի ապրում, ապրում է Ֆրանսիայում, այնտեղ ամուսնացել է։ Դե մենք քո ֆոտոներից զգում ենք, որ Ֆրանսիա լինում է շատ։ Տղայիս հետ ենք, մենք հիմա երկուսով ենք բնակվում ու մեր տան առաջին խոսակցությունը լինում է, որ մամա կլինի դու քո գործերը թողես դրսում նոր տուն գաս,
տաս, Հա, քո տաս։ խնդիրները մի բեր տուն, հա։ Հա։ Որովհետև լինում է ես իմ վատ տրամադրությունը այդ օրվա կարողա բերեմ ու ցավոք սրտի այդ վատ տրամադրությանը հանդիպի իմ տղան, բայց դա մի քանի վայրկյան է տևում, իհարկե ես հետո փոխվում եմ, որովհետև իրենից թանկ կարևորը ինքն է, աշխատանքը թող մնա դրսում։ Հիանալի է։ Մակ ես բլից հարցադրում ունեմ քեզ համար։ Ապա Երկար չմտածես, խնդրում եմ։ փորձեմ։ Գնացինք։ Ինչ ծաղկես քեզ նմանեցնում ակ։ Ավարտի։ Սև թե սպիտակ։ Սպիտակ, Հա, տենց։ Փող թե սեր։ սեր, Ծաղկաձոր թե Եգիպտոս։ ծաղկաձոր, Գիրք թե կոմպյուտեր ասվեցը։ գիրք, Հոկեբանի թե ընկերուհու մոտ։ հոգեբանի, Լուրջ։ Բայց եղել ես հոկեբանի մոտ։ այո, Հա, փաստորեն դες։ Instagram թե Facebook։ Instagram, Box թե շախմատ։ շախմատ, Մեքենաներից անցնենք Mercedes թե BMW։ Mercedes, Գաթա թե նեգրի ժպիտ։ գաթա, Դամբուլ թե սալորի չիր։ սալորի չիր, Ընկույզով մուրաբա թե խտացրած կաթ։ ընկույզով մուրաբա, Պամիդորով ձվածեղ թե խաշած տնական հավ։ խաշած տնական հավ, Ոսը շատ նման ենք։ Արաբոտվա սուրճ թե երեկոյան թեյ։ առավոտյան սուրճ, Շատ լավ։ Քիմ Քարդաշյան թե օրինակ Viagra խմբերից։ Իսկ դե մեր թվերի է Viagra։ Viagra, Viagra լավ։ Արնոլդ Շվարցնեգեր թե Դիկապրիո։ DiCaprio, Ջեկի Չան թե Սիլվեստր Ստալոնի։ Sylvester Stallone, Մեսի թե Ռոնալդո։ Messi, Եթե չլինենք մենք, կինն ու գինին ինչ կլինի։ ոչինչ չի լինի, Այո։ TV թե ռադիո։ TV, Իսկ նախընտրած հեռուստաղորդավարություն ունես։ Դինա Ակոպովա, Չեմ բոլորին պարտադրում, չգիտեմ։ պարտադրելու չի, որովհետև չես կարող քո Ո՞մոս ասում են ընկերոջ չես դու բոլոր հյուրերին ստիպում կանոնը տան։ Չէ, չես կարող դու գնալ քո ընկերոջը հյուր Այո։ եւ մեկ այլ դրա հերոստահաղորդավարի անուն հնչեցնել։ Եվ- Դա արդար չի։ Ինչ որ այո, ինչ որ ընկերներս մեկ ասում, «Ձին դու շատ լրագրող եւ հաղորդավար ընկերներն ես», ասում եմ, ասում եմ, «Իսկ ում ես նախընտրում»։ Ես ասում եմ, «Մագային ու Փայլակին»։ Ասում եմ, «Ինչի՞ ասում եմ, դու իրանցից բացի ոչ մեկին չգիտեմ, ներողություն եմ խնդրում, բայց ինձ համար, որովհետեւ այն որ կադրից դուրս իմ ընկերներն են, դրա համար ես Փայլակին էլ Փայլակ իմ լավագույն Հայտարակ սիրում եմ, հա, ես գիտեմ։ Այնպես որ Փայլակ սպասի զանգ գալիս է, որ դու էլ այստեղ լինես։ Միջալից իր գալուց էստեղ իր հետ խոսեցի հեռախոսով գործով։ Չասեց է Զինան ինչ մի Չգիտեր որ հաճի։ գալիս եմ։ Որ իմանար կարող է ասել։ Ես նաև գիտես ինչ եմ ուզում Փայլակին հրավիրել, որովհետև իմ կարծիքով ինքը այն լրագրողն է, որ կարողանում է թողնել իսկապես խնդիրները դուրս, լինել ինձ հետ միտեղ, որտեղ ես օրինակ առիթ եմ վարում ու այնպես ուրախանա։ Ես վերջերս, հա, սիրում այդ թեման։ Ես ուզում եմ դա էլ ասեմ եւ փակեմ թեման Փայլակի, ոնց որ շատ խոսացիր երեկոին դարձավ։ Ես մի շատ հաճելի միջոցառման էի, որտեղ նաև ինքն էր։ Ինքը հերվում ես այստեղ, միջև իրար կմոտիկանանք, մեկ էլ շատ վատ ռաբիս, այն իմ չսիրած ռաբիզներ, ես ռաբիս լսում եմ, եթե անկեղծ, հա, ինչ ուզում են ասեն, մանավանդ քեֆերի ժամանակ, վատ երգ իսկապես, բայց այն որ ժողովուրդը մի այլ կարգի ուրախացավ Մակ ջան, երգը նվիրվում է Փայլակի կողմից Զինա Ակոպովնային, պաշտում եմ ես քեզ, այսինքն իմ տրամադրությունը միլիոն դառա միանգամից, Մակ ջան, Ես չեմ ուզում մեր ծրագիրը գիտես քաղաքականությունից բավական հեռու է, բայց դու ամբողջությամբ քաղաքականության մեջ ես։ Մի հարց տամ, ուզում եմ հասկանալ, դա բամբասանք է թե իրականություն է ու ամփոփենք թեման։ Կար մի ժամանակահատված իսկապես լրագրողներին ոչ մեկ չէր սիրում, ստանդարտ։ Լավն են, վատն են, վախենում էին ու չէին սիրում։ Իսկ հիմա լրագրողներին խղճում են։ Այդ ճիշտ է։ Ես սենց պատասխանեմ Զինջան քո հարցին լրագրողներին հիմա խղճալու մի առիթ կա, որ շատ դժվար է մեր աշխատանքը, բայց մեզ խղճալ պետք չի։ Դուք ձեր դիրքերում եք։ Մենք շատ ուժեղ մարդ ենք, մենք մեր տեղը գիտենք եւ մեր անելիքը գիտենք, առավել եւս ասելիքը։ Բայց նախկինում ինձ թվում է մեզ նախկինում ավելի շատ էին սիրում, քան հիմա։ Հա ոչինչ, մենք միևնույն է սիրում ենք ձեզ։ Մենք օրվա հոբելյարներ ունենք, Մակ ջան։ Տեսախցիկը քոնա, շնորհավորիր քո ֆորմատի մեջ։ Շնորհավորում եմ այսօրվա հոբելյարներին, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն,
եւ հաջողություն։ Ապրես, շնորհակալ եմ շատ քեզ։ Իսկ ես շատ ուրախ եմ, որ այստեղ ես։ Ես խնդրանք եւ պահանջ ունեմ, ինչպես միշտ, այն էգոիզմեն թվերից չի էլի վերացել։ Նորության դեպքում խնդրում եմ, եթե չիմանամ, չնկատեմ արձագանքիր, ես ուզում եմ լավ թեմաները մեզ մոտ եթերում առաջինը ես կիսվեմ։ Անպայման սիրով։ Շնորհակալ եմ շատ քեզ շատ սիրում եմ։ Ես էլ։ Դե ինչ լավ տրամադրություն կարող եք հենց հիմա գտնել Մարգարիտա Դավթյանի եւ Facebook-յան եւ Instagram-յան էջը, հասկանաք թե ոնց կարողացա ես Մարգարիտային քաղաքականությունից մի պահ անել, որովհետեւ հիմա մեզ եթերից հետո սպասում է այլ թեմա։ Բայց ուզում եմ շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ, մինչեւ հիմա ձեզ հետ իմ շատ սիրելի Մարգարիտա Դավթյանն էր եւ ձեր Դինա Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ընձեզ։ Как же можно так влюбиться, в птицу в небе превратиться? Я не знала, не гадала, без него у меня так мало. Как же можно так влюбиться? Каждой ночью она снится. Просыпаться утром не хочу. Ах, если б мы имели две жизни и два сердца, ах, если б мы имели в душе так много места, ах, если б мы имели судьбы благословение, сильней была безумная любовь. Ах, если б мы имели две жизни и два сердца, ах, если б мы имели в душе так много места, ах, если б мы имели судьбы благословение, сильней была безумная любовь. В чашке кофе утром ранее, весь покрыт воспоминанием. Всюду образ твой я вижу, от любви мне сносит крышу. Встретились мы не случайно, наша встреча, наша тайна, и теперь мы вместе навсегда. Ах, если б мы имели две жизни и два сердца, ах, если б мы имели в душе так много места, Ах, если б мы имели судьбы благословение, сильней была безумная любовь. любовь. Ах, если б мы имели две жизни и два сердца, Ах, если б мы имели в душе так много места, если б мы имели судьбы благословение, сильней была безумная любовь. ах, если б мы имели две жизни и два сердца, ах, если б мы имели в душе так много места, ах, если б мы имели судьбы благословение, сильней была безумная любовь, сильней была безумная любовь.